Բարձր սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է, եւ այսօր մեր հյուրն է Ամերիկայից, պարոն Հակոբ Մելքոնյանը, ով նաեւ շատ ակտիվ հասարակական գործիչ է, բարձր պարոն Մելքոնյան, ուրախ ենք, որ միացաք մեզ։ Բարև ձեզ, շատ շնորհակալություն հրավերի համար։ Պարոն Մելքոնյան, դուք հաստատ հետևել եք Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոյի այցին Հայաստան։ Ճիշտ է, շատ կարճատև այց էր, փոքրիկ այց էր, օդանավակայանում տեղի ունեցավ դիմավորումը։ Հետագայում պարզ դարձավ, որ շատ կարևոր փաստաթղթեր փաստացի ստորագրվեց այդ կարճ ժամանակահատվածում համապարփակ ռազմավարական հարաբերությունների մասին։ Ա, Նախկինում մենք ստորագրել էինք ԱՄՆ-ի հետ ռազմավարական համագործակցության փաստաթուղթ, հիմա համապարփակ փաստաթուղթ ստորագրվեց փաստացի դրանից բացի թրիփին վերաբերվող փաստաթուղթ, որով որ թեև փոփոխության ենթակա չէ, բայց այնուամենայնիվ ամենավերջնական փաստաթուղթը չէ։ Այսինքն համաձայնեցվել է ամեն ինչ թրիփի շուրջ եւ սպասվում է արդեն վերջնական ստորագրումը։ Հիմա ուղղակի ստորագրվեց այդ փաստաթուղթը, որ բանակցությունները ավարտվել են։ Ընդհանուր առմամբ ձեր տպավորությունը այս այցից եւ նաեւ կարևոր հայտարարություններից նույնպես։ Գիտեք ինչ, ես կասեմ ոչ թե որպես ամերիկահայ հասարակական գործիչ, այլ որպես ա, ազգությամբ հայ եւ հայրենասեր եւ ու ես ունեմ մեկ հայրենիք եւ այն ինչ որ նպաստում է իմ հայրենիքի բարգավաճման համար, առաջ գնալու համար, զարգանալու համար, ես ողջունում եմ բոլոր հանդիպումները։ Այնպես որ մանավանդ եթե այդ հանդիպումը լինում է համար առաջի աշխարհի մասշտաբով համար առաջի պետության հետ, ինչպես Միացյալ Ամերիկայի Միացյալ Նահանգներն են, եւ դա արդեն ասում է, որ մեր գործերը շատ լուրջ են, գնում ենք առաջ եւ ինչպես ասվում էր միշտ բալանսավորված քաղաքականություն եւ այդ քաղաքականության հետևը իհարկե դա անվտանգությունն է, տնտեսությունն է, ռազմավարությունն է եւ այլն եւ այլն։ Պարոն Մելքոնյան, դուք տեսաք նաեւ երևի հայտարարությունները հազվագյուտ մետաղներին վերաբերվող հայտարարություններ եղան շատ կարևոր Հայաստանը փաստացի թե տարանցիկ ճանապարհ է դառնում հազվագյուտ մետաղների համար դրա վրա հատուկ շեշտադրում եղավ նրանց բացի ես որքան հասկացա նաև հազվագյուտ մետաղներ են արտահանելու Հայաստանից արհեստական բանականության ոլորտում հետաքրքիր փաստաթուղթ մենք արդեն ունեցանք ԱՄՆ-ի հետ, որը որ արդեն զարգանում է եւ Հայաստանը կստանա ամենավերջին տեխնոլոգիաները, նաեւ փաստաթուղթը հիմա հրապարակվել այս համապարփակ հասկացողության շուրջ, որ կա նաեւ ռազմական փաստացի բաղադրիչ։ Ձեր կարծիքը այս ամենի վերաբերյալ, քանի որ սրանից հետո հարցը հնչելու է արդեն Ռուսաստանի դիրքորոշումների մասին, Շատ լավ։ քանի որ շատ սուր է իրականում իրավիճակը։ Այո, նորից եմ ասում, որ մեր հայ ժողովուրդը խելացի է, շատ խելացի ժողովուրդ է, շատ տաղանդավոր ժողովուրդ է, թեպետ ոմանք ասում են, որ մենք նավթ չունենք եւ այլ եւ այլ եւ այլ, բայց մենք ունենք նախ շատ տաղանդավոր ազգ եւ Աստված մեզ օրհնել է այդ հազվադեպ մետաղների այդ գործառությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ եւ նորից եմ ասում համար 1 աշխարհի պետությունն է, որը տնտեսության հետևը թաքնված է ռազմավարական, քաղաքական եւ այլ եւ այլ եւ այլ շատ ինստիտուտներ, որոնք պետք է ամրապնդվեն Հայաստանում եւ մենք գնանք առաջ։ Ինչ մնում է հազվադեպ մետաղների մասին, ես կասեի, որ դա իրոք ժամանակակից տեխնիկա տեխնոլոգիաների մեջ օգտագործվող մետաղներ են եւ որպես Ամերիկան տեխնոլոգիապես շատ հզոր պետություն, այո, պետք է օգտագործի եւ դա կփոխարինի եթե ոմանք ինչ որ նավթ ունեն եւ այլ, մենք ունենք նորից եմ ասում տաղանդավոր ազգ եւ Աստված մեզ օրհնել է այդ հանքերը ունենալ, որ նպաստի մեր զարգացմանը, մեր հարաբերությունները քաղաքակիրթ աշխարհի հետ։ Դուք հաստատ հետևում եք նաև հայտարարություններին Ռուսաստանից։ Հին հայտարարություններին չգիտեմ որքանով ճիշտ կլինի անդրադառնալ,
այս վերջին սուր հայտարարությունները սկսվեցին Պուտին-Փաշինյան հանդիպումից հետո, այսօր նաև Շոյգուն մի շարք սուր հայտարարություններով է հանդես եկել, Բորտնիկովը, Զախարովան եւ էլի ուրիշներ, падգամավորներ շատ սուր հայտարարություններով Հայաստանի փաստացի սպառնում են կրկին Ուկրաինայի ճակատագրով եւ ասում են, որ ընտրություն կատարեք, դուք չեք կարող միանգամից երկու գնացքների մեջ լինել։ Այո, պարոն Փաշինյանը վերջի հանդիպումը ուրեմն Պուտինի հետ ասեց, երբ որ գա ժամանակը մենք ընտրություն կանենք, մենք ձեզ կասենք, իսկ հիմա քանի որ կարելի է համատեղել եւ նա, մենք այդ քաղաքականությամբ գնում ենք առաջ։ Այնպես որ գիտեք ինչ, մի այսպեսի ասացված կա, ասեք ով է ձեր ընկեր, ասեն ով եք դուք, եւ այսօր Ռուսաստանը սա ամբողջ աշխարհի աչքերի մեջ որպես ֆաշիստական ռաշիզմ են ասում ռուսերեն, դա ինչ որ անում է իր հարևանների հետ, մանավանդ Ուկրաինայի հետ, որը չգիտեմ, կարծես թե ուզում են ասեն, որ ուժերի մոտ միշտ էլ թույլ է մեղավոր, բայց փառք Աստծո, որ այսօր Ուկրաինան ոչ թե վերականգնում է իր geographic Կարողանում է պահպանել իր սուվերենությունը, ոչ, պայքարել։ ես կասեմ, ոչ թե միայն կարող է պահպանել, այլ առաջ է գնում իր հավատարմությամբ, ազգի առաջ ժողովուրդը միաբանվեց, բայց մի բան էլ ավելացնեմ, որ թեպետ մի քիչ բացասական հնչվի իմ ազգի համար, բայց երբ որ Ուկրաինայի պատերազմը սկսվեց, բոլոր քաղաքական ուրեմն այդ աղբյուրները, որ կային տարբեր մագարտակի, տարբեր գաղափարական խոսակցության այդ party կուսակցությունները, որ կային, համախմբվեցին եւ դառան մի բռունցք, բայց այսօր Հայաստանը ցավոք սրտի ես չեմ կարող բարձենալ այդ բանով, որ երբ որ Հայաստանը այսօր շատ վատ դրության մեջ է եւ մանավանդ երբ որ պատերազմ եղավ, մինչ այսօր Հայաստանը բաժանված է երկու հիմնական մասերի, մեկը ռուսամետ, որը քայքայեց իմպեդությունը, նախկինների այդ մարդակերները, որ բաժանեցին իմ ազգի հարստությունը իրենց մեջ դրեցին գրբանները եւ հիմա արդեն 8 տարի մենք շանս ունենք երկիր կառուցելու, պետություն ունենալու, զարգանալու եւ բարգավաճելու համար։ Դրա համար Ռուսաստանը փորձում է ամեն ինչ խանգարել, որովհետեւ երբ որ Հայաստանը զարգանա, ես հիշում եմ, որ Սաակաշվիլու ժամանակ, երբ որ պարոն Սաակաշվիլին բավականին լավ արդյունքներ ունեցավ, Ռուսաստանը փորձեց հարձակվել Վրաստանի վրա եւ բաժանել Վրաստանը երկու մասի, ձեզ հայտնի այդ հողակտորները, որ այսօր ցավոք սրտի Օկուպացված է Վրաստանի Վրաստանի տարածքը, այո։ այո, Ցավոք սրտի այնպես որ ես ուշադիր լսում եմ եւ հետևում եմ Ռուսաստանի այդ քաղաքականությանը, այսինքն երբ որ դուք ինչ ասում Ռուսաստանը, կամ մեր հետ եք, կամ մենք ձեզ կխեղդենք, հասկանում եք, այսպեսի ինգեր մեզ պետք չէ, մեզ պետք է քաղաքակիրթ աշխարհ, Եվրոպա, Ամերիկա, Այդ արդյոք հնարավոր է պերծանել Ռուսաստանից, քանի որ ներսում մենք ունենք այդպիսի ընդդիմություն, որը որ բոլոր ձևերով ծառայում է Ռուսաստանի շահերին։ Գիտեք, ես մի հարց ունեի պարոն Փաշինյանին, ես հետևում եմ իրեն գործունեությանը եւ համամիտ եմ 99%-ով, բայց այդ մի տոկոսը չարեց այն, ինչ որ պետք է աներ, դա իմ տեսակետն է, չգիտեմ, որ չվերացրեց այդ քաղաքական ուժերին, որը ընդդեմ Հայաստանի բարգավաճմանն է եւ քաղաքակիրթ աշխարհ մեր ճանապարհը, որ խանգարում էր դա անել։ Կան այդ ռուսամետ ուժերի մասին է խոսքը, չէ՞ հիմնականում։ Այո, ռուսամետ ուժերի մասին է խոսքը
Քոչարյանի մասին է խոսքը, Սերժ Սարգսյանի մասին է խոսքը, այսօր Սամվել Կարապետյանի մասին է եւ այդ ագենտուրայի մասին է, որը Հայաստանում շատ ակտիվ աշխատում է։ Ես հույսով եմ եւ հավատում եմ եւ տեսնում եմ, որ մեկ հաղթենք, այսինքն ԿՊ-ն պարոն Փաշինյանի գլխավորությամբ քաղտի եւ վերջ վերջ կդա այս հայտարարք այդ արարքները, որ անում են եւ խաղում են իմ երկրի Բայց ճակատագրի։ տեսեք, Արոն Մելքոնյան, իրենք խաղում են տարբեր լոզունգներով, ազգային արժանապատվություն, Արցախը կհետվերադարձնենք եւ այդպես շարունակ, ասում են, որ մեր ազգային արժանապատվությունը ոտնահարված է իբր Փաշինյանը 300,000 ադրբեջանցի է բանակեցնելու Հայաստանում, ինչ կարծիք եք այս մասին։ Ինչու են փորձում խաղալ մեր ազգային ազգային արժանապատվության վրա, այդ թեզերը ինչի են օգտագործում։ Դե իհարկե քաղաքականություն ես ինչպես միշտ ասել եմ դա շատ կեղտոտ խաղեր են եւ սդախոսությունը շատ մեծ դեր է խաղում անավանդ ռուսամեդների մոտ խափելով ժողովրդին, բայց նորից եմ ասում մեր խելացի ժողովուրդը, մեր տաղանդավոր ժողովուրդը կարող է տարբերել այդ պսևդո հայրենասերներին, որը 97 միլիոն դոլարի դիմաց իմ հայրենիքը ծախեցին եւ տվեցին ռուսներին։ Միթե դա հայրենասիրություն էր, միթե դա հայրենասիրություն էր, որ այսպես սուտ լոզունգներով ուզում են խափեն կաշառակերությունը, տեսեք, վխտում է Հայաստանում, ինիգադ ունեմ, որ ձայները տան կամ Սամվել Կարապետյանին կամ Նախընտրական կաշառակերություն։ այո, խոսքը դրանց մասին է, այո։ Բայց ես նորից եմ ասում, փոքրաթիվ են իրենք եւ ես հաստատ գիտեմ, որ վերջո ԿՊ-ն քաղտի եւ կկազմի մեծամասնությունը պարլամենտում։ Մենք խոսեցինք Շայգուի հայտարարությունների մասին, ամենակարևորը այստեղ այսօր հետաքրքիր հայտարարություն հնչեց, որ Հայաստանը հապկին չի էլ դիմել Արցախի պատերազմի ժամանակ, իբր իրենք կարող էին օգնել, ճիշտ է ասում է, որ նաև ակնարկում է, որ չէ, մենք չէինք հասնելու օգնության, բայց այնուամենայնիվ Հայաստանից նման դիմում չի եղել։ Ինչպես կմեկնաբանեք դա։ Այո, գիտեք, նայեք, մենք մի քանի տարբերակներ ունեինք, որ Ռուսաստանը մեզ պետք է օգներ։ Հապկի միջոցով մի ուրիշ մոդեցում կար, ռուս-հայ հարաբերությունների մեջ, ռազմական ընկերության մեջ դա ուրիշ մի մոդեցում էր, որը հենց դա պետք է օգտագործվեր Հայաստանի սահմանները խախտող Ադրբեջանի նկատմամբ։ Ոչ քաղաքական եւ ոչ ռազմական օգնություն չեղավ։ Շայգուն փորձում է խեղաթյուրել այդ տարբերությունները հապկի եւ հայ-ռուսական հարաբերությունների այդ ռազմավարական եւ այդ հարաբերությունները խառնում է իրար, փորձելով շփոթեցնել հայ ժողովրդին, իբր թե ինքը օգնության կարիք չի խնդրել։ Բայց երբ որ ադրբեջանցիները խախտեցին այդ սահմանը Ջերմուկի հատվածում, ինչ ասեցին, որ դեմարկացիա, դելիմիտացիա արված չէ, Եկան Հայաստանին նույնիսկ օգնության չեն հասել, որ հավաքական պայմանագրի անդամ էր, որ մնաց Արցախը, չէ՞։ Այո, եւ նա երեք մագարտակի մենք պաշտպանություն ունեինք, այո, որտեղ որ հենց մաքուր հայ-ռուսական հարաբերությունները հապկը եւ այլը ոչ մեկը չօգտագործվեց եւ իբր թե դելիմիտացիա դեմարկացիա արված չէ, բայց սրանից մի քանի տարի առաջ Պուտինը ասում էր, որ սահմանները մենք ունենք, պարզ սահմաններ Ալմատայի հռչակագրի հիման վրա եւ ասում էր, որ մենք ձեզ կօգնենք, գեներալնի շտաբում մեր այդ քարտեզները կան, բայց երբ որ Ադրբեջանը խախտեց, չգիտես ինչու այդ քարտեզների մասին չխոսեցին եւ չհիշեցրեցին, որ այդ քարտեզները կան։ Այսինքն իրենք իրենց հիմարի տեղ դնելով ջուր լցրեցին Ադրբեջանի ջրաղացին եւ օգնեցին
Ղարաբաղը մեզանից խլել։ Իբրտե Բայց Շայգուն տարբեր ասում է, որ դուք փրկություն, օգնություն եք խնդրում, փրկություն եք փնտրում այնտեղ, որտեղից որ գալիս է ձեզ համար սպառնալիք, այսինքն սպառնալիքի աղբյուրից դուք փրկություն եք խնդրում, այսօր նման հայտարարություն է արել նաև։ Այո, դա այսօր, բայց երեք, այսինքն մի քանի տարի առաջ, երբ որ պատերազմ էր, երկրորդ պատերազմը որ սկսվեց եւ երկրորդ պատերազմից հետո Ղարաբաղը լքվեց, այդ ժամանակ մենք մեր հույսը դրել էինք, այսինքն Ղարաբաղի իշխանությունը հույսը դրել է Ռուսաստանի վրա։ Եթե խոսքը գնում է այսօրվա մեր ուղին, որ վերցրել ենք դեպի քաղաքակիրթ աշխարհը, դա ուրիշ բան է։ Այն ժամանակ եւ Փաշինյան, երբ որ դարձավ մեր վարչապետը, նա գնաց առաջի իր քայլերը դեպի Ռուսաստան, դեպի այդ քաղաքականությունը, որ մենք ունեինք եւ թղթի վրա եւ իբր թե հարյուրավոր տարիներ մեր բարեկամ ժողովրդի հետ, իբր թե չեմ ուզում վատ խոսքեր ասեմ, բայց բոլորը դա սուտ էին, բոլորը տեսան, Շայգուն էլ, որ այսօր այսպեսի հաղորդումներ է անում, եթե հիշում եք, պատերազմից հետո ինքը ելույթ ունեցավ եւ ասեց, որ մեր ծրագիրը թուրքերի եւ ադրբեջանցիների հետ վերցնելով Ղարաբաղը մենք արդյունքի հասանք Լավ եւ օպերացիա մեր իրականացրեցի մի այո, 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 այո։ Շայգուն եւ նա է ասում եւ նա է ասում։ Հասկանում եք, երբ որ ընդհանուր գալիս ենք հայտարարությանը, որ դա ինձ թվում է քաղաքական զառանցանք է։ Եվ Շայգուն, եւ Լավրովը, եւ մյուսները Զախարովան, Սիմոնյանը, որ 18%-ով հայ է, մնացածը կասկածում եմ երևի լավ չեմ ասի։ Դե պարզ է Okay. կարծում եմ բոլորին։ Այո։ Ա, մեկ կարևոր հարց նույնպես տեսնում եք հիմա կարծես սահմաններն էլ են բացվում։ Օրեր առաջ Թուրքիան հայտարարեց, որ արդեն ուղիղ ապրանքներ կարելի է բերել դեպի Հայաստան, ճիշտ է երրորդ երկրների միջոցով, բայց նախկինում իրավունք չկար Թուրքիայից նշել, որ դեպի Հայաստան է գնում ապրանքները, դեպի Հայաստան են գնում, անպայման պետք է ինչ-որ երկիր գնային, այնտեղ փոխվեին անվանումները, հետո նոր այդ ապրանքները մտնեին Հայաստան, որ ուղիղ Հայաստանի համար է, բեռները նախկինում թույլատրված չէր։ Իսկ երկու օր առաջ Փաշինյանը հայտարարեց, որ Կարս ախալքալակն է գործարկվելու, եթե ինչ-որ մեկը չգիտե, ասեմ, որ դա շատ մեծ նախագիծ է Կարս ախալքալակը, Բաքու ախալքալակ Կարս եւ այդպես շարունակ դեպի Եվրոպա այդ երկաթգիծը կա, գործում է, հիմա փոքր пассив էր գործում շինարարությունից հետո, հիմա փորձում են նաեւ ակտիվացնել եւ փաստացի դրանից կարող է օգտվել նաեւ Հայաստանը հիմա։ Բեռները կարող են գալ ախալքալակ եւ ախալքալակից արդեն Հայաստան։ Այո, հավատացեք, որ Հայաստանը կլինի միջազգային քաղաքական եւ տնտեսական խաչմերուկ, դրանում կասկած չկա, դրանում կշահի մեր հայ ժողովուրդը, պատկերացնում եք ինչքան աշխատատեղեր կբացվեն, ես հիմա չեմ խոսում տրիպի մասին, որ այնտեղ մոդուլային ատոմական կայաններ, կիսահաղորդիչներ եւ այլ եւ այլ եւ այլ եւ այլ։ Այդ համապարփակ բառի մեջ պարունակում է այն, ինչ ավելի մանրամաս, ավելի ինստիտուցիոնալ, ավելի լայն տարածում ունեցող այդ օգոստոսի այդ ստորագրումը, այդ փաստաթղթի ստորագրումը, որ պետք է հիմա արդեն շատ ակտիվ փուլի մեջ է, ես հիշեցնեմ ձեր հանդիսատեսին, որ ուրեմն փետրվարի 18-ից 22-ը բավականին մեծ դելեգացիա կար Ամերիկայի Միացյալ Նահանգներից, այնպես որ գնում ենք առաջ անկախ են բանից, թե ինչ կզառանցի Ռուսաստանը։ Այդպես որ Այսինքն ամեն ինչ ճիշտ է ընթանում ըստ եւ այո, նաեւ ձեր համոզմամբ Հայաստանում մեծ փոփոխությունների ականատես մենք չենք լինելու, հա, այս ընտրությունների արդյունքներով, բայց ընդդիմության մասով միթե չենք լինելու ականատես փոփոխությունների։ Եթե անցնեն այդ ուժերը խորհրդարան, ինչպես է պայքարելու Փաշինյանը դրանց դեմ։ Գիտեք, ինձ թվում է արդեն սա երրորդ շանսն է պարոն Փաշինյանին, որ իրոք անցնի գործի։
որովհետև այստեղ շփումների ժամանակ իմ ընկերների հետ, իմ ծանոթների հետ, բարեկամների հետ միշտ այդ հարցը բարձրացում է։ Ինչու՞։ Հիմա երրորդ անգամ պարոն Փաշինյանը կստանա հայ ժողովրդի ձայնը, միթե դա մանդատ չէ, որ գողը ապրի բանդում, անցկացնի բանդում, հասկանում եք, մարդասպանը լինի բանդում, Կաշառակերտը լինի բանդում եւ այլ եւ այլ եւ այլ, հասկանում եք։ Ինձ թվում է վերջի անգամ որ մուրջ վերցրեց պարոն Փաշինյանը, այս անգամ այդ մուրջը պետք է գործածի ավելի խիստ, ավելի արդյունավետ, որ ժողովուրդը տեսնի եւ չխանգարեն, ինչպես այսօր մեզ խանգարում են, որ երկիրը երկիր դարձնենք։ Այո, որ պետություն ունենանք, որ հարգալից վերաբերվեն քաղաքակիրթ աշխարհը մեր հետ, ոչ թե մարդակերները։ Այնպես որ ինձ թվում է, որ նորից իրենք որոշ չափով կմտնեն պարլամենտ եւ ինչպես միշտ բռունցքներ կօգտագործեն, հայհոյանքներ կօգտագործեն, շիշ Այդ արդեն շպրտեն։ պարլամենտից իրենց դուրս հանելը բավականին դժվար կլինի։ Այո, արդեն դժվար կլինի, բայց դե հենց այդ է ցավը, որ ելի եմ ասում պարոն Փաշինյանը մի քիչ պետք է խիստ լիներ։ Ես հասկանում եմ պարոն Փաշինյանին, որովհետև մենք ցույց ենք տալիս, որ մենք քաղաքակիրթ երկիր ենք, դեմոկրատիան գործում է Հայաստանում, դրա համար բոլորը ձայն ունեն եւ այդպեսիները ռուսամետները իրենց գաղտնի ծառայությունների այդ ինչպես ասեմ այդ ստահագները ցավոք սրտի դեռ կան եւ գործում են։ Մեզ պետք է որ եւս 5 տարի որ շարունակենք այդ ուղին, որ վերցրել է մեր իշխանությունը եւ հույսով եմ, որ գնալով նոր սերունդը ավելի կազմակերպված է, ավելի խելացի, ավելի գրագետ է եւ քաղաքակիրթ, այնպես որ մեզ ժամանակ է պետք։ Իրոք կախարդական փայլիկ չկա եւ էտապ առ էտապ, փուլ առ փուլ, քայլ առ քայլ մենք գնում ենք դեպի առաջ, դեպի զարգացում։ Իսկ ինչպիսին են տրամադրությունները Ամերիկայի Միացյալ Նահանգներում հայերի։ Մեծամասնությամբ իհարկե իշխանությունների հետ են այդ քաղաքականությունը, որ վարում են, որտեվ իրոք մեր կապը Հայաստանի հետ շատ մեծ է։ Իհարկե կան որոշ փոքրիկ խմբակներ, կասեի, որ ուզում են, ինչպես ասեմ, խանգարեն ինչու համար, որովհետև ես այստեղ գիտեմ շատ մարդիկ, որ իրենց գողացվածը բերել ներդրել են այստեղ եւ իրանք հբարդությունով նայում են իրենց ունեցվածքին եւ մեծ սիրով հիշում են իրենց անցյալը, թե ինչպես մեր մի հատ ֆիլմ ունենք, մենք ենք մեր սարերը, որ ասում է գողացան մգան պես գողացան մեր ունեցվածքը եւ վերեցին այստեղ եւ իրենց մարդ են համարում, կան այդպեսիներ, նորից եմ ասում, բայց շատ քիչ, այնպես որ թող մեր հայ ժողովուրդը իմանա, որ Ամերիկա հայերը Հայաստանի հետ են, այնպես որ մանավանդ ինչ որ անում է Թրամփը մեր հայ ժողովրդի նկատմամբ, ես բավականին բարձր եմ գնահատում J.D. Vance-ի գալը Հայաստան, Մարկո Ռուբիոյի եւ դեռ շատ այսպեսի լավ լուրեր կլսենք եւ գնալով ավելի մանրամասն կիմանանք այդ թրիպը, թե ինչեր կարող է անել Հայաստանի համար։ Պատկերացնում եք, քանի հազար մարդ աշխատանքի կացնեն, քանի միլիարդ դոլար, մոտ 9 միլիարդ դոլար կներդրվեն Հայաստանի այդ զարգացման համար։ Այնպես որ Ամերիկան հայերի հետ է, Ամերիկա հայերը Հայաստանի հետ են, հայ իշխանության հետ են։ Շատ շնորհակալ ենք, պարոն Մելքոնյան, այսօրվա զրույցի համար։ Շնորհակալություն ձեզ։